Հա։ Հիմա մեր հարևանությամբ մեկ այլ կոնֆլիկտ է հասունանում։ Ես կարող եմ ասել նաև Արավիրք, Աստված գիտի ինչով կարող է ավարտվել իրանյան պատերազմը։ Ինչ է փոխում այդ կոնֆլիկտը կովկասյան կոնյունկտուրայում։ Շատ կարևոր եւ բարդ հարց եք բարձրացնում, պարոն Մնացականյան։ Այդ կոնֆլիկտը դեռևս, այսպես իմ կարծիքով, դեռ չի մոտեցել իր ավարտին, դեռ ընթացքի մեջ է եւ այդ ընթացքը ինչ ուղղություն կստանա, դեռևս դժվար է լրջորեն վերլուծել, կարելի է ընդհանուր դատողություններ անել։ Ես կարող եմ արձանագրեմ հետեւյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ մտան այդ պատերազմի մեջ եւ սկզբնական փուլում ռազմական առումով հաջողության հասան, նրանք մինչև այդ պահին չէին գիտակցել մի երևույթ, որը ես կանվանեի քաղաքակրթական խորություն։ Այսինքն Իրանը դա ոչ միայն պետություն է հզոր, համեմատաբար 95 միլիոնանոց եւ այլն, որ ունի բավական զարգացած զինված ուժեր, բայց նաեւ ունի քաղաքակրթական խորություն։ Եվ այդ քաղաքակրթական խորությունը թույլ է տալիս Իրանին կրելով այդպիսի ծանր կորուստներ եւ մարդկային առումով եւ ռազմական առումով հաջողությամբ շարունակել պայքարել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ հզորագույն զինված ուժերի Իսրայելին էլ պակաս իհարկե պակաս հզոր են, բայց էլի հզոր են։ Եվ այդ հանգամանքը հաշվի չէր առնվել ամերիկացիների կողմից։ Եվ հիմա ես կարծում եմ, որ նրանք գտնվում են այս վերաիմաստավորման փուլում, թե ինչպես իրենք շարունակեն այս պատերազմը։ Կարծում եմ, որ դեռևս որոշումներ վերջնական Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը չի ընդունել։ Ընդհանուր իմ գնահատականը այն է, որ ամերիկացիները, ինչպես նաև համարյա բոլոր երկրները Մերձավոր Արևելքի շահագրգռված են, որ Իրանը պահպանվի որպես միասնական պետություն։ Իհարկե շատերի դուրը կգա ու կձգտեն, որ լինի ավելի թույլ Իրան, քան թե մինչև պատերազմը։ Դա բխում է նաև մեր շահերից։ Կարծում եմ Իսրայելը շահագրգռված չի, նա կուզենա, որ Իրանը ընդհանրապես տրոհվի։ Այնպես որ հիմա այս փուլն է, վերաիմաստավորումների փուլն է, եւ պատահական չի, որ բանակցությունները խաղաղության առաջ չեն գնում, այնպես որ մոտակա օրերին մենք կտեսնենք ինչ ուղղությամբ կզարգանա այս պատերազմը, այս հակամարտությունը, կամ նորից կվերսկսեն խաղաղության մասին բանակցությունները, կամ ռազմական գործողություններ, տեսնենք ինչ ուղղությամբ կգնա ամեն ինչ։ Շատերը արդեն կարծում են, որ Իրանում Թրամփը ձախողվել է։ Շուտ չէ այդպիսի եզրակացությունը։ Ես կարծում եմ, որ վաղ է։ Դեռ զարգացումներ կլինեն այս ուղղությամբ։ Տեսնենք, դրա համար ես շատ զգուշավոր եմ ասում, տեսնենք ինչ ընթացքում է ամեն ինչ, բայց որ ամերիկացիները Արգենիս Աֆրասյան, իսկ Իրանի ներսում հավանական ցնցումների հավանական սխալ էին արել կապված այդ քաղաքակրթական խորության հետ, որը հանգեցրեց պաշտպանական խորությանը, որ Իրանը մենք տեսնում ենք ցուցադրում է, ըստ մասնագետների դա 8 աստիճաններից բաղկացած պաշտպանական համակարգ է ստեղծված Իրանում, որ հետախուզությունը ամերիկյան եւ հավանական է նաեւ իսրայելական դա հաշվի չէր առել։ Իսկ Իրանի ներսում հավանական ցնցումների հավանականությունը ինչպիսին է։ Տեսեք, պարոն Մնացական, երբ որ նոր էին սկսում ռազմական գործողությունները եւ ամերիկացիները եւ Իսրայելը հասան հաջողության, տեսանք մենք բավական մեծ կորուստներ պատճառեցին Իրանի ռազմական համակարգին, հնչում էին նման այսպես հայտարարություններ, որ Իրանի ժողովուրդը թող պատրաստ լինի, հիմա ժամը մոտենում է, որ նա կարող է զենքը վերցնի եւ իշխանությունը վերցնի Իրանում եւ այլն, բայց հիմա նման հայտարարություններ չեն հնչում։ Մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այսինքն նրանք գնահատում են, որ դրա հնարավորությունները չկան Իրանում։ Դե ինչի չկան, այդ դա արդեն բարդ խնդիր է, թող մեր իրանագետ գործընկերները դրան պատասխանեն։ Ամեն դեպքում ես արձանագրում եմ, որ այն զանգվածային ընդվզումները, որ կանխատեսում էին ամերիկացիները, որ տեղի կունենան Իրանում
կառավարող շրջանակների դեմ դրանք տեղի չունեցան, ես կարող եմ դա արձանագրել։ Բարձր։ Կասեք Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները Իրանին որքանով են սպառնում։ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Այո, եթե մենք դատենք բաց աղբյուրների հիման վրա, ապա կարող ենք այսպես չի ասի, որ լուրջ վերլուծության հետևանք, որտեղ շատ բան մեզ հայտնի չի ամեն դեպքում ինձ որպես որ չեմ ես կորացել այդ բնակավար, բայց մամուլի հաղորդագրությունների հիման վրա եթե մենք դատենք, Իսրայելը որոշակի այսպես դիրքեր ունի Ադրբեջանում, որոնք կարող են վնաս հասցնել Իրանին, պես ընդհանուր ես ձևակերպում եմ տալիս, եւ իհարկե Իրանին դա բացարձակ այսպես դուրս չի գալիս, էլի օգտագործվում է այսպես արտահայտություն։ Դե այդ այո այդ իմաստով նաև Բաքվի համար խնդիր է Թուրքիա-Իսրայել առճակատումը, օրեօր խորացող։ Այո, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները դրանք էլ այլ, այսպես ասած, խնդիր են, այլ ուղղություն են։ Հռետորաբանության մակարդակով շատ սուր են հարաբերությունները, մեղադրանքները մեկը մյուսին եւ այլն։ Եվ կան արդեն իրական փաստեր, որոնք վկայում են, որ այսպես հասունանում է թուրք-իսրայելական արդեն իրական հակամարտություն, մասնավորապես Սիրիայում, որտեղ սրանից օրինակ 1 տարի առաջ ոչ ոք չէր կասկածում, որ Սիրիայում Թուրքիայի դիրքերը շատ ուժեղ են, բայց մենք ականատես ենք լինում, որ Թուրքիան չկարողացավ իր ազդեցությունը Սիրիայում պահպանել եւ այնտեղ ուժեղանում է Իսրայելի ազդեցությունը մասնավորապես Սիրիայի հարավում դրոզներին օգտագործելով։ Գիտեք, Սիրիայի հարավում տարածքներ են, որոնք կարծես թե արդեն լրիվ չեն ենթարկում Դամասկոսին։ Եվ այդ տարածքները շատ մոտ են Դամասկոսին, դրոզներով հիմնականում բնակեցված։ Եվ Իսրայելը դա օգտագործում է, այսինքն փաստորեն Իսրայելը արդեն ստեղծում է իր հենարանը Սիրիայում դրոզների միջոցով։ Եվ մի հետաքրքիր փաստ էլ, որ սրանից 1-2 օր առաջ հայտնի դարձավ, հենց կարծեմ 3 էր, որ Սիրիան տրամադրել է Թուրքիային ռազմաբազա Պալմիրայում, որը մոտ է այդ տարածքներին, որոնք ըստ էության Իսրայելը ստեղծում է դրոզների միջոցով, որ իր ազդեցության տակ են։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Սիրիայի ղեկավարությունը, որը Թուրքիայի հետ շատ մոտ հարաբերություններ ունի, նա Թուրքիային հնարավորություն է տալիս, որ Թուրքիան իր զինված ուժերը մոտեցնի այն շրջաններին, որոնք գտնվում են Իսրայելի հսկողության տակ դրոզների միջոցով։ Այսինքն այդ առճակատման, իրական առճակատման հնարավորությունը մեծանում է եւ Թուրքիան կփորձի զսպել Իսրայելին իր այդ ռազմաբազայի միջոցով, որ նոր պետք է սկսի կառուցել։ Բայց մի հանգամանք էլ կա, որ ես ուզում եմ դրա վրա էլ կանգ առնեմ, ըստ մամուլի հաղորդագրությունների Իսրայելը իր վառելիքի մի զգալի մասը ստանում են Թուրքիայի վրայով Ադրբեջանից եւ Թուրքիան ըստ էության որ այդքան սուր հակաիսրայելական հռետորաբանություն է օգտագործում, արդեն տեսնում ենք, որ հակամարտություն է հասունանում Սիրիայում, Իսրայելին հնարավորություն է տալիս ստանալու իր տարածքի վրայով վառելիք, որը հասկանում են բոլորս էլ ռազմավարական նշանակություն ունի։ Այս ամերձավոր արևելքն է։ Սա մերձավոր արևելքն է, որ ասում են Վոստոկ ձևոտնոնք է, այստեղ ամեն ինչ շատ բարդ է, խճճված է, պարզ չի ամեն դեպքում։ Եվ վերադառնալով օրվա խորհրդին եւ կխնդրեի կարճ ասեք, հայոց ցեղասպանության հուշահամալիրի շուրջ աղմուկին ինչպես վերաբերվեցիք։ Գիտեք, իհարկե դա իմ հետաքրքրության այսպես կենտրոնում էր գտնվում, որովհետեւ ինձ համար, բոլորիս համար հուշահամալիրը դա հատուկ տեղ է զբաղեցնում մեր գիտակցության, մեր հիշողության, մեր աշխարհանկալման մեջ եւ մտավախություններ իհարկե կային, բայց հիմա մենք տեսնում ենք, որ կարծես թե ավարտվել է շինարարությունը, վերանորոգումը ավելի շուտ եւ նորմալ տեսքի է բերվել։ Ես անպայման վաղը ինքս կայցելեմ Ծիծեռնակաբերդ, որ իմ աչքերով այդ ամեն ինչ տեսնեմ, բայց իմ տպավորությունը մամուլի հրապարակումների վրա, եթե ես
Հենու եմ կարծես թե ամեն ինչ նորմալ է։